Եթե ինքը մեր հարկերը բարձրացնում է, մենք ուզած-չուզած ապրանքի գինն ենք բարձրացնում, իսկ քաղաքացին գալիս է առնելու չէ այդ ապրանքը։ Պետքա թանկ առնի այդ ապրանքը։ Փոքր եւ միջին ձեռնարկատերերը դարձյալ փողոց են դուրս եկել։ Հարկային բեռի կրկնակի ավելացման դեմ ամիսներ շարունակ բողոքող քաղաքացիները այսօր կառավարության դիմաց էին հավաքվել, իրենց հետ բերելով ավելի քան 2000 ստորագրություն։ Մի քանի օր առաջ սկսված ստորագրահավաքի պահանջն է կասեցնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները։ Այդ մարդիկ ոնց կարող են 5%-ը 10% վճարելու։ Ավելի թեթև հարկային ռեժիմով շրջարկով աշխատող տասնյակ հազարավոր փոքր բիզնեսների համար տարեսկզբից շրջանառության 5%-ի հարկի դրույքաչափը 10 դարձավ։ Ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ տարբեր տոնավաճառներում զարդերից մինչև հագուստ վաճառողներ բողոքի ակցիաներ սկսեցին, պնդելով թե այդ չափ հարկ վճարելով աշխատել պարզապես հնարավոր չէ։ Գուցե առհասարակ փակվեն։ Կառավարության առաջարկը, որ շրջանառությունը փաստաթղթավորելու դեպքում հնարավոր կլինի նույնիսկ ավելի քիչ հարկ վճարել, ձեռնարկատերերը իրատեսական չեն համարում, ընդգծելով, որ շատ ապրանքներ, ծառայություններ գույքագրելն անհնար է։ Բողոքի ալիքի ֆոնին փետրվարի վերջին կառավարությունն առևտրով զբաղվողներին աջակցության կես տարվա ծրագիր ներկայացրեց, ըստ էության առաջարկելով վճարել ավելացված չափով, հետո դիմել ու հետ ստանալ տարբերությունը։ Միայն թե նախապայման կա, բիզնեսներն իրենց ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկություններ պետք է ներկայացնեն հարկայինին։ Այսօր կառավարության դիմաց հավաքվածներին հարցրինք, դիմել եք այս աջակցության համար, դրական պատասխան չստացանք։ Նախ վստահություն չկա, երկրորդն էլ ասենք օգտվելու համար շատ նախապայմաններ կա դրա համար, որոնցից մեկը օրինակ այդ բարդ գույքագրումն է եւ այլն։ Հարկային փոփոխությունների դեմ ստորագրահավաքին ավելի քան 2300 քաղաքացի է միացել, հայտարարեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը։ Բոլորի այս ստորագրություններով մուտք ենք անում կառավարության ղեկավարի անունով, որովհետեւ մեր բազմաթիվ հանդիպումների արդյունքում թե ազգային ժողովում, թե տարբեր գերատեսչության ղեկավար կազմերի հետ հասկացել ենք, որ որոշում ընդունողը մի հոգի է։ Եվ բնական է, այստեղ ոչ թե պետք է լինի մենախոսություն, այլ երկխոսություն, հերիք ասենց ասում անկանխատեսելի եւ բիզնես միջավայրը անընդհատ ցնցումների ենթարկելու որոշումներ ընդունել։ Այս ստորագրությունների հետևում ոչ միայն փոքր բիզնեսի ներկայացուցիչներն են, այլև իրավաբաններն ու հաշվապահները։ Հուլիսի 1-ից էլ նրանց հարկային բեռն է ավելանում։ 2.5 ամիս անց իրավաբաններն ու հաշվապահները թեթև հարկային ռեժիմով աշխատել այլևս չեն կարողանա։ Տեղափոխվելու են հարկային ընդհանուր դաշտ, վճարելով 20% ավելացված արժեքի հարկ։ Տարվա կեսից հարկման ռեժիմի փոփոխությունը անընդունելի է, մի շարք խնդիրների առաջ է կանգնեցնելու։ Կառավարության դիմաց ցույցին մասնակցում էր նաև հաշվապահների ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։ Ընդգծում է, իրենց ոլորտում հարկերի ավելացումը փոքր բիզնեսների դրությունն էլ ավելի կծանրացնի։ Ձեռնարկատերերի համար ավելի դժվար կլինի հաշվապահական թանկացած ծառայություններից օգտվելը։ Բիզնեսի ներկայացուցիչները ստիպված են լինելու շրջանառության հարկի հաշվարկի բարդացումով պայմանավորված դիմել մասնագիտական ծառայությունների, իսկ մասնագիտական ծառայությունները հենց իրենց հարկման ռեժիմի փոփոխության պայմանավորված ստիպված են լինելու ավելի բարձր գին սահմանել։ Ակցիայի մասնակիցները կառավարությանը 7-ից 10 օր ժամանակ տվեցին իրենց պահանջին արձագանքելու համար։ Եթե պատասխան չեղավ, ցույցերը կշարունակվեն։ Կառավարությունից այսօր ցուցարարներին մոտեցող չեղավ։